Նախ եւ առաջ ընտրությունների նկատմամբ եղած տարաձայնությունները մեր հանդիպումների ընթացքում ես լավ գիտակցում եմ, որ դրանք չեն կարող խոչընդոտ լինել համագործակցության համար։ Մենք ընտրությունների հավանականությանը չենք հավատում, բայց տրամադրված ենք ուղիներ գտնել համատեղ աշխատելու համար։ Ընդհանրապես կա երկու հիմնական մոտեցում, մարտավարական ընտրությունները մենք ընկալում ենք որպես մարտավարական խնդիր եւ ռազմավարական մոտեցում, որը կապված է սահմանադրության հետ։ Ընդհանրապես ռազմավարական մոտեցումները իրենց մեջ ներառում են բոլոր մարտավարական խնդիրները, այնպես որ մեզ համար շատ ցանկալի էր, որ մենք խոսեինք ռազմավարական խնդիրների մասին։ Ոչ միայն պարոն Գաբրիելյանի ներկայությունը, այլև ուղղակի մենք մերոնց հետ խոսելիս հիշեցինք, որ մենք պիտի այսպիսի միջոցառումներ սկսելուց առաջ ամենակարողին խնդրենք, որ մեզ ճիշտ ուղով վրա պահի, այնպես որ Տերը մեզ աջակից եղիր, խնդրում եմ։ Առաջիկա ընտրությունների մասին, հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին, մենք խոսել ենք տարբեր առիթներով, բայց մի առանցքային մոտեցում կա մեզ համար։ Ես ներկայացնում եմ, երբեմն անպագորգոր ասում եմ, ես ներկայացնում եմ այն մարդկանց, որ 1991 թվականին 2,400,000 մարդ հավատացել անկախությանը, անկախ ժողովրդավարական Հայաստանին։ Բայց դա հռետորական խոսք է եւ ստրատեգիական վեճերի ժամանակ մեծախոսներին լրացնելու համար, ովքեր որ ասում են, ես 600,000 ձայն եմ ստացել։ Իսկ այսպես ես ներկայացնում եմ ազգային ինքնորոշում միավորումը, ներկայացնում եմ ինձ, նաեւ ազգային ինքնորոշում միավորումը եւ մենք այն կարծիքին ենք, որ մանավանդ ազգային համագործակցության կլոր սեղանի շրջանակներում խոսելիս, եթե կլոր սեղանը տվել է գնահատական, որ այսօրվա իշխանությունները դրանք ըստ էության կոռուպցիոն հանցագործությունների տրամադրված քաղաքական ուժ են, եթե մենք տվել ենք իրենց գնահատական, որ նրանք մեղսակից են Արցախում իրականացված ցեղասպանության հանդեպ, նրանք զբաղված են ժողովրդի գրպանը մտնելով եւ ընդհանուր առմամբ տերորի ենթարկելով, նրանք անառարկելիորեն խախտել են միակ հայկական օրենսդրության մեջ միակ օրենքը, որը երաշխավորում է ժողովրդավարությունը։ Կուսակցությունների մասին օրենքում շատ հստակ ասված է. ընդդիմադիր քաղաքական ուժերը այս հոդվածով երաշխիք են ստանում, որ նրանց գործունեությունը ապահովված կլինի, նրանք իրավունք կունենան ազատ արտահայտել իրենց տեսակետները եւ ի հավելումն այդ դրույթին օրենքում, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում ասված է այն հայտարարությունները, որ կարվեն իշխանություններին, իշխանությունները կուսակցությունների կողմից պարտավոր են քննարկել։ Մեր ազգային համագործակցության կլոր սեղանը քննարկելով այդ խնդիրը շատ հստակ գնահատական է տվել, այսինքն մեզ համար ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության նախատրամադրված իշխանությունների հետ։ Ինչու եմ այսպես մեղմ արտահայտվում, որպեսզի հստակ լինեմ իմ ձևակերպումների մեջ, դատարանը դեռ կնիքը չի դրել, որ իրենք հանցագործ են։ Մինչև այդ պահը մենք պիտի ասենք, կասկածում ենք հանցագործության մեջ, բայց դա այնքան ակնհայտ է, որ ես ինձ իրավունք եմ վերապահելու ասելու, որ մենք գործ ունենք ամենալուրջ հանցագործությունների տրամադրված իշխանությունների հետ։ Եվ այս իշխանությունների պայմաններում համոզել մեզ, որ մենք կարող ենք գնալ ընտրության, միայն մի տարբերակ կա։ Միայն մի տարբերակ կա։ Սա ասում եմ առաջնորդվելով իմ փորձառությունից։ 1996 թվականին ոմանք կարող է ներկայացները չընկալեցին, չնկատեցին, բայց ինձ համար շատ ակնհայտ է, որ ինչ որ չափով բարոյական սկզբունքներ ունեցող, բարոյական պատկերացումներ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը չուզեց լինել ոչ լեգիտիմ նախագահ, ի տարբերություն մյուսների, որոնց համար ոչինչ գոյություն չունի։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականին հրաժարական տալու ժամանակ առաջնորդվում էր հիմնականում այդ հասկացողությամբ, որ 96 թվականի ընդդիմադիր ուժերի համախմբումը ինձ դարձրեց ոչ լեգիտիմ նախագահ։ Իսկ մի փոքր բարոյականություն ունեցող մարդը չի ձգտում դառնալ հայկական Լուկաշենկո կամ հայկական Ալիև։ Նա մտածում է նաև բարոյական արժեքների մասին։
Ուզում եմ ասել, այն ժամանակ մենք անմիջական հաջողության չհասանք, բայց այդ փորձառությունը ես ինձ հետ բերել եմ եւ պատրաստ եմ փոխանցել։ Մասնավորապես հոգեբանական նրբերանգներ կան, որի մասին երբեք չի խոսվել, ասեմ, մենք դե ես երկրորդն էի այն ժամանակ բոլորը գիտեին առաջին նախագահական ընտրություններում ՀՀՇ-ի թիմակից բնականաբար գործիչները չէին կարող լինել ավելի առաջ, որտեղ իրենք ի վերջո ՀՀՇ-ի գործի դեմ էին աշխատում, բայց այնտեղ մի այսպիսի փաստաթուղթ ստորագրվեց։ Ընտրվում է տեխնացու այսինչ մարդը, բայց մյուս բոլորը, որ տեխնացու են եղել եւ իրենց տեխնացուները հանում են, համարվում են իշխանակից։ Դա չհրապարակվեց, բայց մենք այդպիսի պայմանավորվածություն ունեինք։ Եվ 96 թվականին հաջողության չհասանք մի պատճառով։ Նա ով որ էր կարգը պիտի պահպաներ, չպահպանեց, ինքնուրույն որոշում կայացրեց։ Բայց հիմա դա այս միջադեպը ես հիշեցի նրա համար, որ ասեմ, խստորեն դեմ տրամադրված լինելով հանցագործի իշխանության պայմաններում ընտրություններին, արդար ընտրություններին հավատալու տրամադրություններին, այնուամենայնիվ չենք բացառում, որ իսկապես հնարավոր է նաև այդ ճանապարհով գնալ։ Հիմա ո՞րն է մեր կարծիքով։ Մենք պետք է մեր կարծիքով հիմնական անելիքը առաջիկա ընտրությունների մասին ոչ միայն մենք պիտի խոսենք, ինչ որտեղ նաև նախապատրաստվենք, այլ վաղուց պիտի սկսեինք գործել։ Պիտի սկսեինք գործել ռազմավարական ուղղությամբ։ Ինչ որ քայլեր արել ենք նաև միասին, բայց կիսատ պռատ։ Ու այն որ այդ քայլերը արդյունք տալիս են, ընդհանրապես հակառակորդ աշխատում է, որ մենք տեղյակ չլինենք, բայց տեսեք 2022 թվականին ստեղծված նորմատիվ ընդունված նորմատիվ իրավական ակտով պիտի լիներ խորհուրդ սահմանադրական բարեփոխումների եւ մասնագիտական հանձնաժողով, մասնագիտական խորհուրդ ընդհանրապես վերահսկելու համար էր։